Ընտրությունների արդյունքները սպասելի էին, ձեզ համար գոհ եք ընդհանուր առմամբ։ Շատ։ Ես ինքս ընտրել եմ Փաշինյանին ու շատ գոհ եմ։ Այսինքն կարծում եք, որ կեղծիք չի եղել, ոնց որ պնդում են Քոչարյանը Չէ, հա։ Չէ, բացարձակ։ բողոքարկելու են, բայց Գրողը տան, ինչ ուզում են թող անեն։ բան չի փոխվի։ Չէ, հա։ Իսկ կաշառքը դեր ունեցել է, հակակոռուպցիոնը բացահայտում էր այն մասին, որ ընտրակաշառք են բաժանել ընդդիմադիր Լիքը։ գոհ եք սպասելի էին ձեր համար արդյունքները։ Հա, Ինչով է պայմանավորված դա։ պայմանավորվածը որ քապն անցել է։ Այսինքն չեք կարծում, որ կեղծվել է։ Չէ։ Հա, շատ գոհ ենք։ Ինչով է Ինչի՞։ դա պայմանավորված։ Ինչա։ Ինչով է պայմանավորված։ Ամեն ինչ է շատ լավ է, խաղաղությունը, ամեն ինչը լավ։ Ինչի վստահ չեք, դուք չեք համաձայն։ Ընդդիմադիր ուժերն ասում են կեղծվել են Ո՞վ է ընտրությունները։ ասում։ Այդ ո՞նց կարող է տենց Սամվել կեղծել։ Կարապետյանի ուժը Ռոբերտ Իրանք են կեղծել, իրանք են։ Այդպես բան չկա։ Իսկ կաշառքը մեծ դեր է ունեցել հակակոռուպցիոնը բաց։ Այդի ես չգիտեմ, իրանք ասում են այդպես բաները, բայց ես չեմ հավատում, չգիտեմ ինչա, բայց մեր ԿՊ-ն շատ ազնիվ ձևով անցել է, այդ ժողովուրդը բոլորն էլ որոշեցին, որ իրան ընտրեն, որ խոսացնում էին, բոլորն էլ համաձայն են, ինչի չեմ համաձայնվի, համ թոշակը սա եկա բարձացել, համ այդքան հիվանդություն ունեմ, անվճար գնում եմ, էդի քիչ բան է, որ ես ինչքան փողեր էի ծախսում դրա համար, էդի քիչ բան է, որ ես այս 80 տարեկան հասակից հիմա ամեն ինչը անվճար եմ անում։ Խաղաղության գործընթացները։ Այո, հավատում եմ, Աստված մեծ է, Աստծո զորությանը երևի խաղաղությունը մենք կանցնենք խաղաղության, մենակ պատերազման չլինի, էդ է կարևորը, ոչ մի Այսինքն բան։ կարծում եք ԿՊ-ն ոչ մի պարագայում չէր գնա ընտրություններ կեղծելու ճանապարհով։ Չեմ հավատում, որովհետև ժողովուրդը Իրան էր, անընդհատ Իրան է։ Ես ամեն օր Facebook-ով նայում, լսում էի, որ բոլորը Իրան սկզբից դեմ էինք, հետո արդեն զգացինք, որ ինքը շատ լավ բաներ է անում, որտեղ ասես այդ բանում հայաթափա ինչա, այնտեղ դպրոց չկար, բան չկար այդ գեղարքունի մարնում, դպրոցը, մանկապարտեզը, գնում եմ, մտնում եմ թոռանս երեխին, նայում եմ այդ ինչ սիրուն, որտեղ էր դպրոց տանում հայանիստը, որտեղ, Բանգլադեշից, հիմա դրան դեմն է, տանում է երեխին դպրոց, Սամվել Կարապետյանը բիզնեսմեն է, թող այդ իր բիզնեսն է, ինչ կապ ունի, ախր ինքը ղեկավարի, նա խոսալ չգիտի, խոսալ, հայերեն խոսալ, հայ ես, դու հայերեն չգիտես։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ասում է կգա երկիրը այս վիճակից կհանի նորից։ Բա ինչի չհանեցեն ժամանակ, այդ ինչ ձև էինք ապրում, այդ ինչ օրեր քաշեցինք մենք, այդ ինչ օրեր, հա, այդ Լևոնի ժամանակվանից բռնած այդ 30 տարին մենք այդ ինչ ապրումների մեջ էինք, աղքատության մեջ էինք։ Հիմա գոհ եք։ Հիմա շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ վարչապետից, շատ ամեն ինչ անում է, ամեն ինչ անում է, շատ գոհ ենք։ Ընտրությունների արդյունքները սպասելի էին ձեր համար գոհ եք։ Իհարկե շատ։ Ինչով է դա պայմանավորված։ Ոնց ինչով, ամեն ինչով, իրանց աշխատանքով, իրանց ճիշտ որոշումներով։ Այսինքն կարծում եք, որ այս ընդդիմադիրները, որ ասում են կեղծել եք ընտրությունները, դրանք սուտ խոսակցություններ են։ Միանշանակ։ Իսկ կաշառքը դեր ունեցավ դրսից եկած մարդիկ քվեարկեցին։ Ինձ թվում է որոշ չափով իհարկե ունեցավ դրսից։ Իսկ ընդհանուր առմամբ շատ գոհ եմ։ Քաղաքացիական պայմանագրից ինչով է պայմանավորված, որ գոհ եք, որ ծրագրերն եք հատկապես կարևոր։ Ամեն ինչը, вы видите, կներեք, կարող ռուսերեն ասեմ, вы видите, многое тихо меняется. Мы хотим все и сразу, так не бывает, к сожалению. Когда ты начинаешь что-то строить, ты начинаешь строить с нуля, правильно? Постепенно. То же самое здесь мы видим, происходит. Слава Богу, пенсионеры сегодня обслуживаются бесплатно. Лекарства им достаются бесплатно. Дороги делаются, школы делаются.
Транспорт прекрасно работает, чистый, хороший, комфортно. Люди довольны. Видишь, բոլոր կաֆեները ջահելներով բանն արած ուրեմն ջահելը ունի հնարավորություն փող վաստակելու, ջահելը ունի հնարավորություն իր խելքով ամեն ինչ անելու։ Իսկ Ռուսաստանի ճնշումները նաև չեն շնորհավորել միջև հիմա, սա մտահոգիչ չի։ Абսոլютно։ Իրանց խնդիրներն է, ինչ անենք։ Ությունների արդյունքները սպասելի էին ձեզ համար, գոհ եք։ Հա, բարք Աստծո, լավը։ Այսինքն խորհրդարանի այս դասավորությունը պատկերացնում էի։ Հա, շատ լավն է, ուրախ ենք։ Դժգոհություն չունենք, բարք Աստծո, ասենք մեր երկիրը խաղաղ լինի, միշտ ժողովուրդը խաղաղ լինի, այսինքն հերթով ամեն ինչը լավա լինելու է։ Քաղաքացիական պայմանագրին եք սատարում։ Իրա հետ ենք մենք։ Իշխանության հետ են։ Հա, դժգոհություն չունենք։ Իսկ նախկինները, որ դժգոհում են, որ կեղծիք է եղել, համաձայն չեն արդյունքների հետ։ Դրա մասին չեմ ուզեր խոսալ, բայց ես հիմա այս բահին, որ այսքան դարվա մեջ, որ երկիրը թեպի լավա գնալու, դրա համեմատ ես խոսում եմ, որ հերթով ամեն ինչը լավա լինելու եւ ավելի լավ պիտի լինի։ Մի քիչ ժողովուրդն ալ դժգոհ պետք է չի լինի, կողունակ լինի։ Ամեն ինչին չի փողոքենք։ Որ համեմատենք նախքին դարիներու 7-8 դարի ավելի առաջվա, նայելով հիմա երկիրը շատ ավելի լավ ընթացքի մեջ է, տենց չէ։ Դուք հայրենադարձ եք։ Այո, Որտեղից եք։ Սիրիայում։ Շուտվանից եք ապրում Հայաստանում։ Եղավ տարիներ էստեղ ենք։ Եվ այդ տարբերությունը արդեն Հա, տեսնում եք։ զգալի է, շատ զգալի է։ Տարբերություն կա, այո։ Առողջապահությունը լավ է, որ արդեն անվճար երեխաներուն համար, որ վիրահատություն մի բան որ լինի 18-ից փոքրը, դες լավ պայմաններ է, շատ լավ, տրանսպորտի խաղապարքերը, որ երեխաներուն, դե ինչ ուզենք, 8-9 տարի առաջ երկիրը այս ծևի տակ այդքան սիրուն չէր։ Հիմա շատ թրսից եկող հայերը որ գալիս են ասում են Հայաստան բան չկա, այո, ժամանակին չկար, բայց հիմա արդեն իրոք գսկաս, որ ներգայանալի է մեր երկիրը։ Ես սիրում եմ իր ամեն պայմաններով, բայց հիմա ավելի սիրուն է, ինչու սուտ խոսամ, սիրուն է մեր երկիրը եւ ամենալավ երկիրն է։ Այո, մոտավորապես, սպասում ենք այդպիսի բան։ Իսկ հիմա անդիմադիր շրջանակները ասում են կեղծված է, բողոքարկում են Քոչարյանը, Ծառուկյանը։ Ես էլ հակառակը կասեմ, իրանք են կեղծել։ Թող ոչ մեկը մյուսին չասի, որ կեղծել է։ Ոչ իշխանությունները, ոչ ընդդիմադիրները։ Իսկ կաշառքը տեղ ունեցել է այս։ Կաշառքը մեր մոտ ընդունված բաներ 30 տարի էլի շարունակվում է։ Այսինքն ազդել է։ Անպայման։ Եվ մեր ժողովուրդը դեռ չի հասունացել դրա համար, որ կաշառք չվերստի։ Էլ չեմ ասում ոչ մի բան, բավական է։ Իսկ Ռուսաստանի չշնորհավորելը որևէ բան փոխում է։ Ռուսաստանի մասին եկեք չխոսենք։ Մենք բոլորս հիասթափված ենք դրանից։ Իրա պահվածքից։ Այս բոլոր չարիքները, որ Հայաստանի գլխին եկավ, առաջի հերթին իրա մեղ գնա։ Անընդհատ ասում եմ մենք եղբայրական երկրներ ենք եւ այլն, բայց լրիվ հակառակն է անում։ Վերջ։ Արդար ազնիվ անցել է։ Հիմա Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը պնդում են, որ կեղծիք ա եղել։ Դե որտեւ իրանք ցախ կյանքը կեղծիկով են զբաղված, գիտեն թե ինքը էնել է կեղծ։ Իրանքի տեղից կեղծ են, էլի։ Իսկ կաշառքը տեղ ունեցել է։ Այո, ունեցել է, քիչ ունեցել, այդ ինչքան կարդացել եմ ունեցել է, մնացած չգիտեմ։ Այսինքն ընդդիմադիր ուժերը այնուամենայնիվ կաշառք են բաժանել։ Այո, հա, բաժանել են։ Իսկ կան ծրագրեր, որ գոհ եք հատկապես։ Նիկոլի բոլոր ծրագրերից ես գոհ եմ։ Թոշակի բարձրացում։ Թոշակին հիմ չբարձրացնի էլ գոհ եմ։ Առողջապահությունից օգտվում եմ։ Դե իմ առողջ չեմ, բայց որ հիվանդալ եմ, գնացել եմ մի անգամ։ Շատ սիրալի ընդունել են, շատ գոհ եմ։ Եվ վերջում Ռուսաստանը չի ուզում ճանաչել ընտրության արդյունքները, չի շնորհավորում, դա մեծ բան է, փոխում մեր իրականությունը։ Ոչ, թող չանի, պետք չի մեզի։ Սպառնալիքները չեն վախեցնում։ Չէ, ինչի պետք է վախենամ։ Ոչ պատերազմա, ոչ ես, ոչ ինչից վախենամ։ Ինչ վախեցել եմ, այն բախտ վախեցել եմ։
Էլի մա չեմ բախվում։ Հավատում եք խաղաղության գործընթացին։ Այո, Ճիշտ ճանապարհով է գնում ճիշտ, երկիրը։ այո, երկիրը ճիշտ ճանապարհով գնում է։ Այո, գոհ Շատ, ենք, շատ։ սպասելի էր, շատ գոհ ենք, շատ ուրախ ենք։ Գովելի է մեր վարչապետը, Անդիմությունն ասում է, որ կեղծել են, բողոքարկում են ծառայողները։ չկա տենց բան, չկա տենց բան։ Սաղ չոտքի անցել է, մենք էլ ենք մասնակցել ընտրությանը, սաղ չոտքի անցել է։ Հա, Գոհ եք գոհ ենք, շատ գոհ ենք։ ծրագրերին ծանոթ եք։ Ծանոթ ենք ու շատ գոհ ենք։ Որ ծրագրերն են ձեզ դուր գալիս խաղաղության։ Բոլոր ծրագիր, խաղաղության բան ծրագրերը սաղ մեր դուրը գալիս է։ Էլ ինչ ծրագրեր կան, առողջապահություն, թոշակ, Եվրամիության կուրսը։ Դե հա, այդ դրանք սաղ դուրներս գալիս է։ Որ կանանա։ Հայկական ժամանակ։ Հայկական ժամանակ, հա։ Բոլորն էլ իրանց էլ ընտրել ենք։ Տնեցիկ էլի, մենք ստե չէինք իհարկե։ Իսկ որ Ծառուկյանը Քոչարյանը ասում են բողոքարկելու են, կեղծվել է, ինչ եք կարծում, իսկապես այդպես է եւ բան կփոխվի։ Չէ, ստից խոսում են էլի։ Իրանք են կեղծել, ուրիշի վրա են գցում էլի։ Կաշառքը տեղ ունեցել է։ Դու բա այդքան ձեն որ հավաքել են կաշառքով են իրանք հավաքել էլի։ Կարծում եք, որ ամեն դեպքում կաշառքը դեր է խաղացել։ Բա այդքան մարդ իրանց չեր ընտրի։ Եվ վերջում Ռուսաստանի լռությունը չշնորհավորել է սանկցիաները լավ բանի մասին են։ Դե ուզում են վախ, լավ բանի մասին չեն, ուզում են վախացրած լինեն մի քիչ որ էլի հետեթան են կոմ էլի ոնց որ Վրաստանը եղավ, նույնը ստե են ուզում անել։ Բայց Իմ կարծիքով։ Էդի ես պետք է իրանց հետ վերև ելնեմ, որ իմանամ։ Չգիտեմ, ինչ։ Եվ վերջում ճիշտ եք համարում դրսից հատկապես Ռուսաստանից մոտ 100,000 մարդ է եկել ընտրելու, հստակ ուժի, հստակ անհատի, ճիշտ եք համարում այս մոտեցումը։ Չպետք է չգային, չթողեին, ով ստեղ չի եղել ոնց որ ասած տարին գոնե կես տարին ստե չի ապրել, այդ մարդկանց պիտի չթողեին խառնվեին այս ընտրություններին, քանի որ մենք ենք ապրում, իրանք եկել են մեր հարցը լուծեն, մեր ապագան Ռուսաստանի օգտին, մենք չենք ուզում ասենք թե իրանց պիտի չթողեին, ստե որ մասնակցեն։ Այդ պիտի օրենքը մտցնեն իմ կարծիքով։ Խաղաղության գործընթացին հավատում եք։ Պետք է հավատանք, ինչ ասենք, չհավատանք, չգիտենք ախր վերջը ինչ է։ Կողմ ենք, բա խաղաղության բանը ոնց կարող է կողմ չլինենք։ Ընտրությունների արդյունքները սպասելի էին ձեզ համար, գոհ եք ընդհանուր առմամբ։ Մենակ գիտեմ, որ Աստված ամեն այդ բոլոր հարցերը լուծում, ամեն ինչ Աստծո ձեռքում է, որտեղ նոր կտակարանում ինչ է գրած, կառավարության համար, թագավորների, իշխանավորների համար աղոթք արեք։ Ու ամեն ինչ Աստված է թույլ տալիս, որ լինի թե Փաշինյանը, թե ինչ-որ մեկը, բայց իմ ընտրությունը Հիսուս Քրիստոսն է, որտեղ առանց Աստծո ոչ մի բան չի լինում։ Ու մանավանդ որ լսել եմ, որ Փաշինյանը նոր կտակարան է կարդում, ինքն անգամ չէ ասել, որ առանց Աստծո ոչ մի բան չի լինում։ Ես ասում անարժան մարդ եմ, բայց միևնույնն է, լսել եք, որ Սաղմոսներից ինքը խոսում է, իսկ ես 20 տարի Աստծո ճանապարհի մեջ եմ գնում, անգիր չգիտեմ, բայց մեր թագավորը արյուտես, որ անգիր գիտի։ Այսինքն ձեզ դրական է, որ վարչապետը հավատացյալ մարդ է, ինչպես Աստված է թույլ տվել, որ հիմա եղել է էլի Փաշինյան, ուրեմն Աստված գործ ունի Փաշինյանի հետ։ Ինչի, տեսեք ինքը կարդում է նոր կտակարան, չէ՞, ու ինքը ասենք Սաղմոսները ասում, որ ժողովուրդը լսի։ Իսկ մի ուրիշը, որ անտարվեր խոսքի, ինքը չգիտի, ինքը կարող է իսկի չի էլ բացել նոր կտակարանը։ Դրա մասին լսել է գաղափար ունի, բայց չկա ինքը դրա մեջ, բայց արիտես որ Փաշինյանը ասում է, անում է, միգուցե ինքը օրինակա որ մնացածներն էլ կառավարության մարդիկ բացեն ու իրանք է կարդան։ Քանի որ շատ են վերջին շրջանում սպառնալիքները, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, բարբերաբար վախ է այստեղ ներմուծվում։ Ինչ եք կարծում, նորմալ է, տեղին է նախ այդ միջավայրը ձևավորելը եւ հետո պետք է վախենալ։ Չէ, մենակ Աստծուց վախենանք, որ սխալ չանենք, չխաբենք, անշնորհքություն չանենք, եթե ձեռքիդ մեջ բարիք կա անես, վախը մենակ որ մարդ սխալ է գործում, գիշերօր պարկում է քնելու, խիղճը շատ անհանգիստ է, չէ՞ լինում։ Օրինակ ես այս երկրում ապրում եմ, կյանքիս մեջ բանկից փող չեմ վերցրել եւ թշնամի չունեմ երկրի վրա։ Չկա, այս մեկը չկա, որ ես մեկի հետ խռով պահած լինեմ։ Իմ մեջ Աստված սենց շնորհք է դրել, ներել, սիրել, ներել։ Ես այտենց եմ ապրում, չգիտեմ։